Վերջերս շատ ենք լսում անձնական սահմանների մասին։ Ինչ է դա, ինչպես է դրսևորվում և ինչպես կարող ենք պահպանել ինչպես մեր անձնական սահմաններն, այնպես էլ ուրիշի։ Կենդանի սահմանները հոգեկան առողջության պայման են։ Այսպես ասած, անձնական սահմանները դա մեր գիտակցումն է, որտեղ ենք ավարտվում մենք և սկսվում է մեկ ուրիշ։ Երբ որ մենք հասկանում ենք անձնական սահմանների գոյության իմաստը, ինչի համար է դա կարևոր, ինչ է լինում իրենց բացակայության ժամանակ, շատ ավելի հեշտ ենք կարողանում ուրվագծել դրանք և մեր և դիմացինների համար։ Իհարկե, մենք պատասխանատու ենք միմյանց առջև, բայց ոչ մի դեպքում միմյանց փոխարեն։ Ուստի ակնկալել, որ դիմացի կողմը պետք է ինչ-որ բաներ տեսնի, հասկանա, կռահի, կարծես թե ազատում է մեզ պատասխանատվությունից այդ ամենը տեսանելի, հասկանալի դարձնելու։ Հաճախ մենք ձգտում ենք լինել հարմար մարդ, բայց մոռանում ենք, որ առաջին հերթին պետք է լինենք հարմար ինքներս մեզ համար։ Այդ իսկ պատճառով մեր սեփական սահմանները պետք է կարողանանք տեսանելի դարձնել և դրա պատասխանատվությունը կրում ենք հենց մենք ինքներս։